Արամ Ատեշյան գոչված սրբաբիղձը, Ոսո Բադրիարքարանի փոխանորդ անձնավորությունը, որին մենք թույլ չէինք տվել մտնի Հայաստան հունիսյան այդ իր հայտնի հայդարարությունից հետո, որ սրբաբղձեց մեր 1.5 միլիոնից ավել անմեղ զոհերին հիշադակը, ուրեմն հենց կաթողիկոսի հրավերով հայտնվեց մայրաթորում եւ քաղդակողի, այսինքն իրենք թաքցրեցին իրեն այստեղ լինելու փաստը, ինքը ընդամենը 3 օր գտնվել է Հայաստանի Հանրապետությունում եւ այդ 3 օրվա ընթացքում էլի թաքնվել է, ոչ մի մամուլին չի արձագանքել, միակ բանը որ եղել է հանրային հեռուստաընկերության, ուրեմն հեռախոսային հարցազրույց է տվել, բայց անշուշտ այս թեմաները ինչի մասին Հայաստանում հասարակությունը ամիսներ իվել քաչադեղյակ եւ բարձրացվում է, ուրեմն ընդհանրապես լրել է այդ բոլոր հարցերի արդիվ։ Ես էի անցյալ շաբաթվա մամլա ասուլիսի ընթացքում հարց բարձրաձայնել, որ քանի մարդ եկել այստեղ, ուրեմն թե մարդեմ ցանկացած զանգվածային լրատվական միջոցում, ուրեմն կարելի է ինչ որ հանդիպում կազմակերպել, ու այդտեղ ես իրեն ուղղակի մեղադրեմ այդ հանցանքների մեջ, որ ինքը կործել է, իբրև հոգևորականի, եւ եթե ինքը կարող է այդ իմ հարցադրումներից որևէ մեկի պատասխանը տվավ, ես ուրեմն ամբողջ հայ ազգից ներողություն եմ խնդրելու, անշուշտ որևէ արձագանք չեղավ, դա իր կյանքի վերջը կլինի, դա իր վերջին հայտնությունը կլինի հասարակության մեջ, Արամ Ատեշյանը չի կարող հանդիպել իմ հետ, ես իր մասին այդպիսի բաներ գիտեմ, որ չեմ հայտարարել զանգվածային լրատվամիջոցներից, որից մեկը հենց երեկ եմ իմացել եւ դա խայդարագությունն է։ Ուրեմն երեկ ինձ զանգում է Կոնստանդնոպոլսից իմ դպրոցական ընկերներից մեկը, Սուրբ Խաչտրևանքեն, որտեղ ես սովորել եմ եւ շրջանավարտ եմ, որտեղ սովորել է նաեւ Արամ Ատեշյանը իր մանուկ հասակում, ուրեմն մի բան պատմեց, որը իմ համար անհավատալի է, բայց հենց կոնե հիմա այդ մասին բարձրաձայնելով հայցում եմ Հայաստանի հայրենի զանգվածային լրատվամիջոցների, այսպես ասած, օգնությունը բացահայտելու եւ մայրաթորին եւ Ոսո Բադրիարքարանին ուղղելու ուղղակի այդ հարցադրումը։ Ուրեմն ինչպես գիտեք, այս Արամ Ատեշյանի Հայաստան գալու հետ կապված, որ մամուլին չասվեց, ինքը եկել էր, որ կաթողիկոսի, ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին II-ի, այսպես ասած, օրհնանքը, ինքը ստանա Ոսո Բադրիարքարանի ընտրություններին ընդառաջ։ Մի աջակցություն, կոնե փարոյական աջակցություն, որը չգիտենք ստացավ, չստացավ, որովհետև մի հատ լուսանկար մամուլում հայտնվեց 4 ուրեմն անցանցից մեկը աշխարհի 3 հոգևորական, ուրեմն իրար հետ նկարված է միակ մարդը, որ խաչ չէր գրում այդտեղ, Արամ Ատեշյանն էր ու տարօրինակ է arczepiskopos-ի աստիճան ունեցող հոգևորականի խաչ չգրելը, ես դա չգիտեմ ամենայն հայոց կաթողիկոսի ցուցումով էր թե ոչ, բայց առանց խաչի նկար իմ համար անհասկանալի էր, գողքի բոլոր հոգևորականները, ուրեմն հայր եւ որդի դամադյանները բոլիս են, կաթողիկոս ինքը ուրեմն իրենց սքեմով բանով խաչագիր եւ Արամ Ատեշյանը խաչ չէր գրում